Ամիջանյան, տեսեք, երեք վարչապետի իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էր կոչով հայտարարությամբ հանդես եկել ուղղված քաղաքական ուժերին, ինչու նոր, այսպես ասենք, որոշեցիք նորից արթնացնել այս թեման իմպիչմենտի, ինչ հաջողություն կարող է ունենալ այս անգամ եւ ըստ էության նաեւ ակնարկ էր փողոցային պայքար սկսելու, ճիշտ ենք հասկացել։ Ճիշտ ասած, այդտեղ ձեր ձևակերպումներից մի քանիսի հետ ես համաձայն չեմ, պարոն Ֆարադյան։ Առաջին իմպիչմենտի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք կամ այն չարթնացնենք։ Դա միշտ մեր օրակարգի թիվ 1 հարցն է։ Իմ համեստ կարծիքով դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ Դավիթ Համբարձումյանը, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենտի միասնական թեկնածու։ Ես երկար կարող եմ գովերքի խոսքեր շռայլել պարոն Համբարձումյանի երեկվա նամակի հետ կապված, որը պետական մտածողության ընդհանրական, բոլորիս ընդհանրական նպատակի այն է իշխանափոխության կարևորությունը գիտակցելու եւ երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաեւ անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր, բայց կարծում եմ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերվում է ձեր ասացին, որ ակնարկ կար, այդտեղ ակնարկ չէր, ուղիղ հղում էր փողոցային պայքարին, որովհետև իմ համեստ կարծիքով դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որը իմ կարծիքով ընդդիմության համար անընդունելի գործելավոճ է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը մոտ օրերս նիստ կգումարի եւ արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի եւ առաջիկա process-ների վերաբերյալ։ Փողոցային պայքար է նախանշում պարոն Ամիջանյան։ Թեպետ ես գործադիր այդ պայքարը դուք թե այլ ուժեր, պարոն։ Թեպետ ես գործադիր մարմնի անդամ եմ, եկեք գործադիր մարմնի ընդհանրական որոշումից առաջ դրա վերաբերյալ Հերթով ժողով, բոլորին պատասխանելու։ Սարգսյանը վերջերս ակնարկեց, որ նորություն կլինի իմպիչմենտի հետ կապված դատական վերջին նիստի ընթացքում կա ավարտին կարծես թե։ Ինչպես տեսնում եք, այս հայտարարությունը խոսքը այս գործընթացի այս փուլի մասին էր, այո։ Այս կողմից սկսեմ, եթե դեմ չի։ Պարոն Ամիջանյան, մի քանի ձախողված փորձեր են եղել փողոցային պայքարի, ինչի երաշխիք կա, որ այս անգամ կհաջողվի, որ նորից Գիտեք, նախ էլի, եթե թույլ տաք ձեր ձևակերպման հետ մի փոքր ճշտում բառը լավը չի, բայց ամեն դեպքում կարծիք ասեմ։ Փողոցային մինչև հիմա տեղի ունեցած բոլոր պայքարները հիմնական ամբողջական նպատակին չեն հասել, ինչ խոսք այդտեղ վիճել հնարավոր չի։ Բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, գրել են ծանր մարմնական վնասվածքներ եւ այլն, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։ Ուստի այո, այդ պայքարները չեն հասել իրենց նպատակին, բայց որևէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս հանրապետականը երբեք չի հաշվարկում շանսերը։ Լավ, շանսերը լավն են, սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն, սկսենք չպայքարել։ Կաթիլը քարածակում եւ մենք պարտավոր ենք, պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները, մինչև վերջին վայրկյան բոլոր հնարավորությունները օգտագործել իրական նպատակի, իշխանափոխության հասնելու համար։ Ես չեմ կարող երաշխավորել այս ամեն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ իսկ եթե չստացվի, պայքարը չսկսելու համար ադգավորկա չի, բարեր են բառը մոռացել։ Այս կողմից գամ այստեղ, եթե դեմ չի։ Հայաստան խմբակցությունը հիշում եք մի քանի ամիս առաջ ստորագրությունները դրեցող իմպիչմենտի գործընթացը սկսվեց ու վստահեցնում էիք, որ կան քաղաքական պատգամավորներ, որ այս գործընթացին, այսպես կուլիսներում խոսում են այն մասին, որ կարող են միանալ, կան արդյոք քաղաքականներ եւ օրինակ պատիվ ունեն մի արդեն նախկին անդամ Իշխան Զաքարյանի հետ այս թեմայով որևէ քննարկումներ եղել է, նա պատրաստ է, եթե փողոց գեներացվի եւ այլն, մեկ քաղաքականների անհրաժեշտ քաղաքականների հետ նաեւ միանա այդ ստորագրություններին։ Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են, թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրեն։ Ինչ վերաբերվում է քպայական падգամավորների եւ առհասարակ падգամավորների, մենք անկախ падգամավորներ ունենք, չէ՞, հետ քննարկումների վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուին
վարչապետի միասնական տեխնացուի հայտարարումից 1 ամիս հետո կալանավորում են։ Ակնհայտ է, չէ, որ այն ԿՊԱ-ականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Եվս մեկ անգամ ասեմ, այն պատգամավորները ԿՊԱ-ական, որոնք այսօր երեկոյան ենթադրենք ստորագրելու են impeachment-ի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու, որ ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուռ է, պերաշկիով եւ այլնով եւ ամեն ինչով։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները իրավական պսևդո իրավական իհարկե քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են, սկսած Դավիթ Համբարձումյանի անձնապես նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից եւ շատ ու շատ դրսևորումներով։ Եվ ի պատիվ Դավիթի ինքը այդ ամենին դիմակայում է, առավել եւս կոչ է անում, որպեսզի գործընթացը եւս մեկ փուլով, եւս մեկ անգամ ակտիվացվի։ Այսինքն եղել են ԿՊԱ-ականներ, որ պատրաստ են եղել Եղել են քննարկումներ, եկեք ես ավելի ինչ ասեմ։ անկախ պատգամավորներից հետ ԿՊԽ Բոլոր պատգամավորների հետ եղել են քննարկումներ։ Խախտեցի, բայց այս կողմից սկսենք լավ։ Չէ, ոչ մի տրաբեցում չկա։ Պարոն Մամիջանյան, ես ուզում եի հարցնել Դավիթ Համբարձումյանի այդ հայտարարությունը փաստորեն նշանակում է, որ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ, այսինքն ճիշտ է ընկալվել, պետք է դուրս գա այժմ փողոցային պայքարի, որպեսզի հաջողի impeachment-ի գործընթացը։ Դա փողոցային համանուն ոչ էր ընդդիմությանը տեսեք, նորից ասեմ, impeachment-ի գործընթացը ինքնին ենթադրում է փողոցային պայքար, կարծում եմ դրանում բոլորս համակարծիք ենք։ Ես էլ եմ բազմիցս ասել, բոլորն են դրա մասին ասել, այդ թվում նաև նախագահ Սարգսյանը, այդ թվում նաև Դավիթը, բոլորը։ Մենք արդեն տեսնում ենք, որ կեղծվում են ընտրություններ։ Արդեն։ Այդ կեղծումները ձևակերպվում են որպես արտաքին ազդեցության դեմ պայքար, այդ կեղծումները դրսևորվում են հիմնական դերակատար քաղաքական ուժերի ղեկավարների կամ առանցքային դերակատարների ապօրինի կալանքով, սկսած պարոն Կարապետյանից, շարունակած Խաչիկ Գալստյանով ու մեր բոլոր ընկերներով, էլի հատարհատ չթվարկեմ, ի սկզբանե ներողություն եմ խնդրում, որ բոլորի անունը չեմ տվել։ Հիմա ո՞րն է ավելի լավ։ Պարզ եմ ասում։ Փորձել ռեալ գործիքը, impeachment-ի գործիքը, իսկ նույնիսկ եթե այս կամ այն պատճառով այն հաջողության չհասնի, իշխանությունները կտեսնեն, որ արկա է լծակ փողոցային պայքարի, փողոցային ակտիվության տեսքով, որը իրենց գուցե հետ պահի այս կամ այն անօրենությունը, այս կամ այն կեղծիքը, մինչև ժամանակ կամ ընտրություններից հետո իրականացնելու համար։ Կարծում եմ, այստեղ երկար քննարկման առիթ չկա, դա լավ բան է թե վատ։ Պարոն Մամիջանյան, ես ճիշտ Լսել եմ, եսեք պատասխանեմ։ Պարոն Մամիջանյան, այսինքն ճիշտ է ընկալվում, փողոցային պայքարի կոչ է արվում այս փուլում, պարոն Համբարձումյանի կողմից։ Ընկալվել չընկալվելու բան չկա, գրված է դա հայտարարության մեջ, այո, եթե Ինչու ձեր ԳՄ-նիստում նախապես չեք քննարկել, կոնսուլտացիաներ չեն արվել ընդդիմության հետ։ Հաջորդ անգամ անպայման Լուսինե ջան, ձեր հարցը հաշվի կառնենք։ Ընդդիմադիր դաշտին, այսպես ասած, փչացնել ընտրություններից 5 պակաս 2 ամիս է մնացել եւ դուք բոլորին տպավորություն է շատերի մոտ, որ փորձում եք ներքաշել ձեր օրակարգի մեջ։ Ինձ թվում է դուք խառնել եք ճեպազրույց տվողին, ես տարանջատում օպերացիայի հեղինակներից չեմ։ Ես ընդդիմությանը թիրախավորելու թույլ կտակ հավարտեմ։ Թույլ կտակ քննարկվել է ձեր գործընկերները իրենց մոտեցումները արտահայտել են եւ վերապահումով են ձեզ մոտեցել։ Հիմա ընտրությունից 2-3 ամիս առաջ նորից գործընթաց։ Խփենք տեղերով ձեր բրիֆինգն ավարտեցիք։ Հարց եմ տալիս։ Եվս մեկ անգամ։ Նախ այդ փաստից հետո, որոնք դուք նշում եք, նախ ես ուզում եմ տեսնեմ այն ընդդիմադրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին։ Երկրորդ, դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։ Ինչ վերաբերվում է որևէ իրական ընդդիմադրին երբևէ թիրախավորելու կամ փչացնելու վերաբերյալ, լավ որ այդ հարցը տվեցի։ Երեկա Դավիթ Համբարձումյանը արել այդ հայտարարությունը ու դրանից հետո անմիջապես առանց սպասելու հանրապետականից որևէ արձագանքի որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողություններ։ Փորձում են անդադար կռվածնել, փորձում են մեզ սադրել, որ մենք սկսենք իրենց պատասխանել։ Դա չի հաջողվելու ու այս գործընթացի նպատակը
ընդդիմության համախմբումն է եւ եւս մեկ հնարավորություն օգտագործելը։ Մենք բոլորս խոստացել ենք օգտագործել բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները իշխանապողության համար։ Հանրապետականը դա անում է։ Հիասթափության մասով եւ փողոց գեներացնելու։ Ես կարծում եմ, որ բոլորս։ Չէ, բայց ինչպես են մարդիկ դուրս գալու կան դա։ Իհարկե։ Տեխնիկական եւ կոնկրետ հանրապետականի առաջարկը ձևակերպված կլինի գործադիր մարմնի նիստից հետո 1։ Ձեր հարցի հետ կապված։ Այդ կարծիքը շատ մեծ խնդրեմ առաջացնում, բացատրեմ ինչի։ Ես սովոր եմ փաստերով X-ը։ Մինչ օր կարծիքը վերաբերում է նրան, որ հիասթափություն կարող է առաջանալ ընտրություններից առաջ։ Մինչ օրս եղած բոլոր մեծ ընդդիմադիր իրենց արդյունքին չհասած պայքարները ամեն մեկը եղել են ավելի մեծ, քան նախորդ։ Դիմադրության շարժումը ավելի մեծ էր, քան ՀԿՇ-ն, սրբազան պայքարը ավելի մեծ էր, քան դիմադրության շարժումը։ Փաստացի դուք կարող եք ասել, որ կարող է հիասթափություն առաջանալ, բայց նորից եմ ասում, ամեն հաջորդ շարժումը եղել է ավելի մեծ ու այն 50-60 տարբեր թվեր են շրջանառվում, 1000 քաղաքացիները, որոնք հրապարակում էին սրբազան պայքարի ժամանակ, ոչ միտեղ չեն վերացել։ Այդ մարդիկ կան ու ակնհայտորեն դեռ ավելացել են, չէ՞։ Եվ չփորձել դա չօգտագործել ամենահստակ Նիկոլ Փաշինյանից 0 կախում ունեցող գործիքը, որը ամրագրված է սահմանադրությամբ, իմ համար ճիշտ ասած անկալելի է։ Այս կողմ կամ ու վերադառնամ այդտեղ։ Երկրորդ նախագահը ասել է, որ բոլորդ գոռում եք։ երկրորդ նախագահը ամեն դեպքում նշել է, որ իրենք պատկերացնում են ընտրությունների միջոցով իշխանապողություններ։ Եթե ամեն դեպքում իրենք չհամաձայնվեն, այս դեպքում դուք միայնակ եք պայքար նախաձեռնել։ Մի քիչ շատ են եթերները հարցին, որպես ես պատասխանեմ, նույնիսկ մենք մեր հայտարարությունը չենք արել, դուք արդեն ուզում եք ես դրա հավանական արձագանքը մեկնաբանեմ, բայց շատ լավ հարց տվեցիք, շատ կարևոր կետով։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, իմպիչմենտի գործընթացը եւ ընտրական գործընթացը իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փող լրացնող են։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, ընտրությունների մասնակցությունը, ընտրությունների բարձր մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից կարևորագույն կետերից է, պարզ բացատրությամբ։ Փաշինյանի ընտրողների թիվը ֆիքսված է, դա ադմինիստրատիվ ռեսուրսն է, դա իրենից ուղիղ ֆինանսական կամ այլ կախումներ ունեցող մարդիկ են եւ մեր դեռևս խափված մտնում մեջ վարչական ռեսուրսը եւ դեռևս իր կողմից խափված մեր քաղաքացիները, դա ֆիքսված թիվ է, ոչ հաճում է, ոչ նվազում է, գնալով նվազում է։ Թվեր չասեմ, ներողություն։ Այդ ֆիքսված թիվը ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի ցածր տոկոս կլինի, դա քաղաքականություն չի, դա մաթեմատիկա է։ Ուստի անկախ զուգահեռ իմպիչմենտի գործընթացից ընտրությունների մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից անհրաժեշտություն է։ Պարոն Մամիջանյան, այսինքն դեռ վերջնական որոշում չկա, ճիշտ հասկացա, պետք է չէ, փողոցային պայքար սկսելու, պետք է դեռ հանրապետականը նիստում։ Ես մի քիչ բան ասեցի, դա սահմանման մեջ է իմպիչմենտի, այդտեղ որոշելու բան չկա։ Միանշանակ որոշելու բան չի։ Առաջարկի ձևը, դրա քննարկումները եւ թե կոնկրետ ինչ առաջարկով ենք հանդես գալու դաշտին լսեք գործադիրի մարմնից հետո, բայց այն, որ իմպիչմենտը հավասար է, նույնական է փողոցային պայքարին, այդտեղ երկրորդ կարծիքներ չի կարող։ Գալու եք մնում են ձևաչափը քննարկեք, հաստատեք, ճիշտ հասկացա։ Մենք Դավիթ Համբարձումյանի մոտեցումները ես ներողություն եմ խնդրում Լուսինե ջան, բայց կարծում եմ, որ հանրապետական որևէ ներկայացուցիչ երբեք չի կարելի հարցնել դուք եք փողոց դուրս գալու, թե ուրիշներ ավարտեմ։ Պարոն Մամիջանյան, թե ձեր հույսը ամբողջությունների են դաշտն է։ Ի վերջո Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ է անոնսել, մի քանի օր առաջ է անոնսել իմպիչմենտի գործընթացի մասին ու հիմա դուք որ ասում եք չեք քննարկել, կներեք չենք հավատում որ չեք քննարկել, դուք քննարկել եք նորություն կլինի իմպիչմենտի։ Այո։ Թե դուք ինչին եք հավատում, չեք հավատում, ինձ ճիշտ ասած առանձնապես չի հետաքրքրում, իսկ եթե չի հետաքրքրում, ուրեմն մի հարցրեք ինձ որևէ բան։
Ինչ վերաբերում է հանրապետականին հարցնել, դուք եք փողոցում լինելու, թե ինչ որ մեկին եք փողոց ուղարկելու։ Ճշտեք, թե քանի հանրապետականը երբևէ բերման ենթարկվել ակցիաների ժամանակ։ Քանի հանրապետականը հարցը այդպես չի հնչել։ Հարցը այդպես չի հնչել։ Հարցը հետո խմբագրվել է, թե ձեր հույսը մյուսներն են նայել։ Ձեր բանավեճը չի։ Որևէ հանրապետականին երբեք չի կարելի մեղադրել փողոցում չլինելու համար։ Եթե հարցը հնչեր, ես ասում եմ, ձեր հույսը մենակ մեր հույսը Տեր Աստվածն է։ Պարոն Մամիջանյան, ինչ եք կարծում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եթե հանրապետականը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան, թե ոչ։ Գիտեք, ես ձեր հարցի մի փոքր այլ կերպ պատասխանում, չգիտեմ կգոհացնի ձեզ թե չէ։ Մինչև այսօր բոլոր անգամները, երբ հանրապետականի կուսակցականները եւ համակիրները դուրս են եկել փողոց ամենատարբեր ակցիաների ժամանակ, դա եղել է նախագահ Սարգսյանի կոչով։ Բավարար չի եղել իշխանափոխության։ Ես չասեցի, որ բավարար է եղել։ Ես ասեցի, որ մինչև այսօր երբ դուրս են եկել, եղել է նաեւ նախագահ Սարգսյանի կոչով։ Այդ ժամանակ ընտրություններին բավականին երկար ժամանակ էր մնում։ 1 տարի։ Այս պահին 1 տարի էր մնում։ Այո, եւ ես եւս մեկ անգամ ասում եմ, որ ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից իմպիչմենտի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը միմյանց չեն հակասում։ Հանկարծ որևէ մեկին չթվա, որ իմպիչմենտի գործընթացի այս փուլը ուղղված է որևէ մեկի կամ որևէ գործընթացի դեմ։ Սա ուղղված է հանուն։ մի բան հստակեցնենք, եթե մյուս ընդդիմադիր ուժերը համաձայն չեն կան ձեր օրակարգ, դուք այդուհանդերձ Եկեք իրանք հայտարարեն նոր, հա։ Ալեն Սիմոնյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ասելով, որ նա հետ քաշվի քաղաքական դաշտից, քանի որ իր կողքիները երազում են դրա մասին, Արմեն Աշոտյանը եւ մյուսները։ Հա, դուք երազում եք, պարոն Մամիջանյան։ Առաջինը, ուրեմն, ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական եւ ոչ միայն կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ դա մեկ։ Բայց այնուամենայնիվ մի քանի կետով պատասխանեմ։ Երկրորդ, այդ թվում նաեւ այդ կալիբրերի տարբերությունը կայանում է հետեւյալում։ Նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձեցրել, բայց երբ որ իրանք իշխանությունն էին, իրենք հանձնեցին եւ Աղդամը, եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Եվ վերջին կետը կապված Ալեն Սիմոնյանի հետ, չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում, այդ թվում նաեւ ձեր նշած հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ որ մարդիկ դա ֆիքս են։ Բայց թող իր երազանքները մեծ պրոյեկտի։ Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին։ Ալեն Սիմոնյանը արտահայտում էր իր երազանքները ԿՊ-ում փոփոխությունների տեսանկյունից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող զգուշ լինի։ Ձեր քաղաքական կարիերան կարող եք լսելու։ Ասում է ձեր քաղաքական կարիերան դուք կարողանաք շարունակել, եթե Սերժ Սարգսյանը հեռանա։ Ալեն Սիմոնյանը թող իմ քաղաքական կարիերայից չանհանգստանա, թող իրա բանտային կյանքից անհանգստանա։ Ես պրագմատիկ գործիչ եմ համարում։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ձեր անձնական կարծիքը լսել, ոչ Այսինքն որ գաք իշխանության բանտ եք ուղղակի։ մի րոպե։ Արդյոք ճիշտ ժամանակն եք ընտրել ընտրություններից 2 ամիս առաջ իմպիչմենտի վերաբերյալ եւ արդյոք դա հնարավոր է տեխնիկապես։ Մենք նախ նորից ասեմ, տեխնիկապես, իրավապես դա այո հնարավոր է։ Քաղաքական տեսանկյունից, դեր հարցը նաեւ քաղաքական էր։ Որևէ հակասություն չկա իմպիչմենտի եւ ընտրական գործընթացի միջև։ Ես նորից եմ ասում, իմպիչմենտի գործընթաց հավասարազորափողոցային պայքար։ Ինչ որ մեկը համարում է, որ մտնել ընտրական գործընթաց ուժեղ իր պահանջները պաշտպանող, իր իրավունքները պաշտպանող փողոցով վատ է։ Ես չեմ կարծում, որ այդպեսի մարդ լինի, այնպես որ ոչ, դա հակասության մեջ չի, ոչ ընտրություններին մասնակցությունը հայտարարած քաղաքական ուժերի հետ։ Դա փորձում են որոշ սադրիչներ այդպես ներկայացնել տարբեր քաղաքական ճամբարներից, ցավոք սրտի հիմնականում երկրորդ նախագահի քաղաքական ճամբարից, բայց մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Մեր գործընթացի նպատակը համախմբումն է եւ իշխանապողությունը։ Վերջապես ես մի հարց տամ։ Վերջին ճեպազրույցում Սերժ Սարգսյանը ասում էր, որ անակնկալ է լինելու հաջորդ դատական նիստին։ Սրա մասին էր խոսքը, թե այլ բաներ։ Այս փուլի մասին էր։
Պարոն Մամեջանյան, 2017 թվականին 700,000-ի կարգի քվե եք ստացել հանրապետականներով։ Հիմա բայց որ կոչ եք անում փողոց դուրս գան, ձեր 700,000 աջակիցները փողոց դուրս չեն գալիս։ Ինչ է եղել ձեր աջակիցները։ Վրա, պարոն Կիրակոսյան, այդպիսի քաղաքական ուժ կամ այդպիսի քաղաքական միավոր չկա, որը ինչքան ձայնը հավաքում ընտրություններին կամ էլեկտորալին, նույնչափ կարողանում է դուրս անել։ Այդպիսի բան գոյություն չունի։ 700,000-ից։ Ես ձեր մասշտաբայնությունը եւ հնարավորությունները չունեմ, որ այդքան հեշտ ասեմ 200,000 մարդու մասին։ Գիտեք, ես այստեղ սեթևեթելու կարիք չունեմ, մաքսիմալ ոչ, մաքսիմալ այն խախտումները, որոնք եղել են, այն արձանագրվել են եւ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների հետ կապված հանրական դատարան չի դիմել։ Փաշինյանը վերինաշճանի ճշմարտություն չի։ Վայ, չես պատկերացնում, ինչ տիպի ոչ, հաստատ, ինչ կասես, կարելի է ինձ մեղադրել բացի դրան։ Ինչ վերաբերվում է ես կարող եմ սեթևեթել, փորձել խաբել եւ այլն, բացարձակ հանրապետականը, ես շատ հպարտ եմ իմ կուսակցական ընկերներով, որոնք այսօր կողքի պայքարում են անկախ այն բոլոր զրկանքներից, որոնք իրենց հանդեպ արվում են, բայց ես կարող եմ ասել ձևակերպումներ անել, որ մենք ավելի շատ մենք մաքսիմալ ինչքան կարողանում ենք եւ փողոցային պայքարի եւ միջազգայինի եւ քաղաքական պայքարի պարագայում մոբիլիզացնում ենք ու փորձում ենք ընդհանուր գործին օգուտ տալ։ Լավ կլինի որպես բան բոլորը։ Ջանյան, մի հարց էլ տամ, տեսեք, տարբեր փուլեր են եղել։ Ստորագրություններն էին պակասում, ասում էիք ստորագրությունները հենց տան անելու ենք իմպիչմենտը։ Հիմա նորից նոր օրակարգ եք բերել, հիմա հելնենք փողոց, նորից ընդդիմության մյուս ուժերին քաշեք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ստորագրությունները եղան, այս դեպքում եթե իրենք չհամաձայնեցին, դուք փողոց դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետականը առանձին միայնակ դուրս գալու է, թե ոչ։ Մի քանի անգամ ասացի։ Հանրապետականը փողոցային պայքար չի դադարեցրել։ Ես նեղություն եմ ձեր ազգանունով, չգիտեմ դրա մարզգանունով չեմ դեմ։ Հանրապետականը հիմա փողոցային պայքարը չի դադարել։ Երբ որ ասում եք հիմա ասում եք փողոց, ոչ ի սկզբանե ենք ասել փողոց։ Դուք ինչ որ քաշել բառ օգտագործեցիք։ Ես չեմ հասկանում ինչի է այս ընկալումը։ Իմպիչմենտը ուղղված է մի մարդու դեմ։ Այդ մարդու անունը ազգանունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած ներողություն եմ խնդրում։ Ես անձամբ դիմությանը երբեք ոչվանում չեմ մեղադրել։ Եթե կան մարդիկ, որոնք պլանավորել են Նիկոլ Վովայի Փաշինյանին պաշտպանել, ես իրանց հետ ընդհանուր անելիք չունեմ։ Ինչ վերաբերվում էր մի հատ հարց կա։ Ես մեկ նույնիսկ դուք մոռացաք, որ հիշեմ պատասխանը։ Պարոն Մամեջանյան, տեսեք, ընդդիմադիր բոլոր փողոցային պայքարները, որոնք եղել են 20-ից հետո, ըստ եղել են ինչ-որ մի օրակարգ, որը իշխանությունը, այսինքն մի փուլում Արցախի հետ կապված խնդիրներ, հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշաձողի հայտարարություն, այսինքն դրանք բոլորը հաջորդել են այն հայտարարություններին, որ արել կամ գործողություններին, որ արել է իշխանությունը։ Հիմա այս փուլում այդպիսի ինչ դուք կնշեք։ Գիտեք ինչի է այս հարցը առաջանում, հասկացել եմ հարցը։ Եվ ավարտեմ, պարոն Մամեջյան, դուք շարունակեք։ Եվ ուզում եմ հասկանամ, ձեր գնահատմամբ ինչը պետք է մոտիվացնի, ստիպի, դուք կարող եք ձևակերպում ընտրել մարդկանց, որ լայն զանգվածներ նախընտրական այս փուլում իսկապես դուրս գան փողոցային պայքարի։ Կետ առաջին, վերջից սկսեմ։ Երբեք ինձանից չեք լսի, որ ես բողոքեմ, որ մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Եթե մարդիկ դուրս չեն գալի փողոց, դա մեր մեղքն է։ Հավաքական բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այդ տարբերակը ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով իշխանափոխություն անել չեմ կարող, Հայաստանի քաղաքացիներին տարեք Բելգիայի քաղաքացիներին բերեք, տեսեք ինչ եմ անում, այդ մեր դեպքում չի աշխատում։ Սա առաջին։ Երկրորդ հարցը վերաբերվում էր պատճառներին։ Գիտեք ինչի է այդ հարցը առաջանում։ Այնքան շատ են այդ կայծերը, որ մեր բոլորիս ընկալիչները, զգայարանները, վթացելը լավ բառ չի, բայց էլ նույն սրությամբ չեն արձագանքում։ Դուք պատկերացնում եք մեր տարածքով անցնող տրանսպորտային հանգույցի, որը որոշ փորձագետներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անվանում են միջանցք, հետ կապված քննարկումները եւ բանակցությունները Բաքվում տեղի են ունենում Ամերիկայի փոխնախագահ Վենսի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ առանց մեր մասնակցության։ Թուղթ-մուղթ այնտեղ ստորագրվում, քննարկում են քանի մետր, քանի կիլոմետր պետք լինի։ Մենք չենք մասնակցում։ Մենք նկատում ենք Հայաստան։ Հիմա դա ինքն իրանով կայծ չի։ Իհարկե կայծ է։ Հիմա չկա հանրային, առավել եւս չկա հանրային ընդվզում այդ ամբողջին։ Ես շատ մեծ դժվարությամբ կփորձեմ հիշել աշխարհի պատմության մեջ որևէ փողոցային պայքար հաջողությամբ պսակված, որից
մի ամիս առաջ այդ կայծը նկատելի էր։ Կան դեպքեր, որ 3 օր առաջ այդ կայծը նկատելի չէր։ Կարելի է հավերժ նստել ու ասել, գիտեք ինչ, կայծ չկա, իսկ կարելի է այդ կայծը փորձել ստեղծել։ Դրանով մենք հիմա զբաղվում ենք։ Ընդդիմությունը ինչով է փոխում իր աշխատելավոճը, որ Լավ հիշեցրեցիք։ Ընդդիմության մյուս ֆրակցիայի ստորագրությունները ձեռք բերելը տևեց 3 կամ 4 թե 2 ամիս։ Հա, բայց տվեցին, չէ՞, բաց սկսեին։ Հա, բայց տվեցին, լավ, բարձր։ Մամիկյանյան, տեսեք, վերլուծելով Հա, 3 ամիս հետո բայց տվեցին, ճիշտ է։ Ստորագրել էին, հետո ասեցիք Սկզբից նորից սկսենք, խնդրում եմ էլի։ վերլուծելով զարգացումները Ստորագրել էին, դրա համար նորից ստորագրեցին։ հնարավոր է, այսպես ասենք, հա, նաև ձեր մոտ կա այդպիսի տեսակետ, թե ոչ, նաև հանրության որոշակի շրջանում կա այսպիսի տպավորություն, որ այսօրվա ընդդիմությունը, ընդհանրապես ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության մոտ ընտրապայքարի մրցավազք է Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն աշխատելու, մի քանի մանդատ պոկելու։ Ձեր հարցին ամբողջական պատասխանը կլինի այն ժամանակ, երբ հանրապետականը վերջնական որոշում կայացնի ընտրությունների մասնակցելու հետ կապված, բայց նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ հանրապետականի բանաձևը հստակ ձևակերպել էր։ Մեզ այդքան էլ չի հետաքրքրում որևէ այլ նպատակ, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հեռացնել իշխանությունից, ինչ տարբերություն թե ով խորհրդարանում կլինի, բոլորս պարտավոր ենք կպնել գործի եւ այնպես անել, որպեսզի մեր երկիրը ավելի անվտանգ եւ խաղաղ լինի։ Եթե դա հանկարծ ինչ որ պատճառների եւ կեղծիքների արդյունքում չհաջողվի, ոչ իմպիչմենտով, ոչ ընտրապայքարով, ինչ էականացես դալիճումով անստացնել։ Մամիկյանյան, ունեք այնպիսի ընդդիմություն ունի մի այնպիսի օրակարգ, որը նախորդ օրակարգերից, այսինքն այնպիսի մի ծրագիր, որը նախորդ ծրագրերից կտարբերվի մի բանով, որով որ կնպաստի ավելի լայն մարդիկ դուրս գան, ավելի լայն զանգվածներ դուրս գան փողոց։ Հանրապետականի նախ մշակած իմպիչմենտը երբևէ եղած օրակարգերից տարբերվում է նրանով, որ A կետից մինչև B կետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կամ ներգործությունը զրոյական է։ Դա հնարավոր է իրագործել առանց կախված լինելու իր հրաժարականներից, արտահերթ հերթական ընտրություններից, ընտրությունները նորմալ անցկացնել թե կեղծել, ինքը այդտեղ զերո դերակատարում ունի։ Մեկ, երկրորդ, փողոց հանելու առումով, թե օրակարգի մակարդակով եւ թե տեխնիկական մակարդակով առկա են բազմաթիվ նոր լուծումներ, որոնք մենք ուրախ կլինենք ի նպաստ դնել, որոնք մենք նես չգիտեինք չէինք օգտագործել։ Սովորում ենք ընթացքում։ Պարոն Մամիկյանյան, ինչ որ տեղից անելու, որ էս հարցը շատ կարճ է։ Ինչ որ տեղից քայլելով կգաք, վրաններ կդնեք, փողոցներ։ Ինչ հարցը ոչ ձեզ արժան ոչինչ։ Ֆորմատները կհրապարակվեն, կիմանաք։ Սարգսյան անձամբ դուրս գալու է փողոց։ Նախագահ Սարգսյանը չեմ կարող նույնիսկ թվարկել, թե քանի փողոցային ակցիաների է մասնակցել եւ ցույցերի հարցը ռելևանտ Ինչ չէ։ առաջին։ Պարոն Մամիկյան, քանի որ ձգձգվում է ձեր մասնակցությունը ընտրություններին հայտնելու այդ հայտարարությունը։ Ձգձգվում։ Չէ, դեռ չեք հայտնում, շատերը հայտնել են, դուք չեք հայտնել։ Հնարավոր է դուք գնահատել եք ձեր շանսերը, հասկացել եք, որ ապագա խորհրդարանում շանսերը քիչ են եւ հիմա իմպիչմենտը նորից վերարթնացրել է։ Գնահատել ենք մեր շանսերը եւ վստահ ենք, որ մեր ընտրություններին մասնակցելու պարագայում հավաքած տոկոսը անցողիկ է։ Եվ պարոն Մամիկյանյան, կնեք մեկ հարցել, առաջին նախագահի առաջարկի շուրջ հանրապետականում քննարկում եղել է, թե չէ, նա առաջարկում էր բոլորին միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, նշելով, որ նա ինքնաբավ է եւ կարող է փրկել ազգը։ Իմ խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ այդ հայտարարությունը ես ավելի շատ ընկալել եմ որպես գնահատական, քան որևէ առաջարկ, որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես քաղաքական միավորը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրությունների։ Ուստի նորից խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ իր այդ հայտարարությունը ես ընկալել եմ որպես գնահատական, այլ ոչ թե կոնկրետ առաջարկ։